Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, ընդամենը վարքյաններ անց կտրվի ԱՖԵԼ-ի հերթական խաղային շաբաթվա մեկտարկը, որտեղ բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Արցախն ու Բարսելոնան երկրորդ դիվիզիոնի 16-րդ տուրի շրջանակներում շատ կարևոր ու հետաքրքիր դիմակայություն իհարկե մրցաշարային աղյուսակում պատկերը գնալով ավելի է թեժանում Արցախ այս պահին գտնում է երրորդ հորիզոնականում լավագույն եռյակում է եւ իհարկե իզուրը հարկ նույնիսկ պետք չէ համարել այսպես ասեմ ասել որ Արցախին միայն ու միայն 3 միավոր այս խաղում անհրաժեշտ նույնը կարող եմ ասել Բարսայի տեսանկյունից պարզապես Բարսան մի փոքր ավելի ետ է գտնում մրցաշարային աղյուսակում բայց հանդիպան ընթացքը ցույց կտա իհարկե կողմերից որ մեկը ինչպես կհասնի հաջողության եկեք հիմա արագորեն ծանոթացնեմ մրցող թիմերի հայտարարություններին ու սկսենք Արցախից ում դարպասը պաշտպանում է Էդգար Մաղաքյանը Արման Սահակյան համար 5 Արգամ Հարությունյան համար 7 մնացական ավետիսյան ներողություն համար 8 Արմեն Խաչիկյան համար 10 նաթիմի ավակն է Ժիայր Անտոնյան համար 11 Կարապետ Տաշյան համար 15 Հովանես Վարդանյան համար 18 Սարգիս Մնացականյան համար 20 Էդգար Բարսեղյան համար 22 Արսեն Մխիթարյան համար 33 եւ Արչակ Գևորգյան համար 77 Բարսելոնա Արթուր Պողոսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Դավիթ Ավետիսյան 5 Ռազմիկ Սարիբեկյան համար 6 Ռաֆայել Մաթևոսյան 8 Դավիթ Շահնազարյան համար 10 Վահե Թովմասյան համար 11 Ժան Ավակյան համար 13 Հայկ Աթոյան համար 16 Ռուբեն Սարգսյան համար 18 Նաթիմի Ավակ Հայկ Էքիմյան համար 19 եւ Ռոբերտ Նազարյան համար 20 ահա այսպիսի հայտարարել ունի այս հանդիպան հետ կապված Բարսելոնան իհարկե թիմերը կրկնում եմ եւս մեկ անգամ շատ մարտական են տրամադրված այս հանդիպանը դրանում իհարկե երկու կարծիք լինել չէր կարող իսկ հիմա մրցաշարային աղյուսակին մի փոքր հայացք նետենք որտեղ այս պահին Բենֆիկան ու Պալերմոն շատ հստակ կերպով տեղ են զբաղեցել առաջին ու երկրորդ հորիզոնականներում Բենֆիկան այս պահին 14 հանդիպումից հետո 34 միավորով միանձնյա գլխավորում է երկրորդ դիվիզիոնում 1 միավոր քիչ ունի Պալերմոն 33 միավորով Պալերմոն երկրորդ հորիզոնականում է տեղ զբաղեցել, իսկ ահա Արցախը 30 միավոր ունի եւ այս երեք թիմերը անց են կացել 14-ական հանդիպումներ, հիմա վտանգավոր իրավիճակ էր, բայց ստացվեց Բարսայի մոտ անառիկ սեփական դարպասի ուղղությամբ ընթացող հարվածը, հիմա էլ արդեն Պողոսյան ամեն դեպքում միջամտեց ու մի փոքր հեռացեց Բարսան գնդակը եւ նույնիսկ կարող է գրող կազմակերպել Շահնազարյանը գծեց այստեղ գրոյի տեմպ իհարկե չկային տարբերակներ եւ շատ ճիշտ վարվեց ու հիմա արդեն շատ ժամանակ էլ Արցախից չպահանջվեց գնդակը հարագորեն վերականգնելու համար, իսկ ահա արդեն Բարսայի տեսանկյունը հետևյալն է նախ ավարտեմ Արցախի հետ կապված, այո Արցախը միայն պետք է տանի հաղթանակ, քանի որ նա ունի 30 միավոր ու երրորդ հորիզոնականում է տեղ զբաղեցել այս պահին, բայց դա փաստ չէ, որ Արցախը կամանա երրորդ հորիզոնականում հավասար անցկացած խաղերի քանակից հետո, քանի որ նշեմ, որ Մոնցան եւ Միլանը մեկ հանդիպում քիչ են անցկացրել Արցախից եւ ընդամենը 1 եւ 2 միավորի տարբերությամբ են զիջում Արցախին Մոնցան 13 խաղից հետո 29 միավորով 4-րդն է Միլանը 13 հանդիպումից հետո 28 միավորով 5-րդ հորիզոնականում պատկերացեք բաց թողած խաղում եթե հաղթում են Մոնցան եւ Միլան ապա ստացվում է այնպես որ Արցախին նույնիսկ երկու թիմերն էլ շրջանցում են եւ այստեղ միայն Արցախը ճիշտ է այդ միավորը դեռ մրցաշարային աղյուսակում երկար կարող է տեղը զգացնել տալ, բայց ամենայն դեպս Արցախը անկախ ամենից պետք է միայն ու միայն մտածի հաղթանակի մասին, էլ ավելի հետաքրքիր դիմակայության ականատեսը մենք կլինենք վաղը երկրորդ դիվիզիոնի կենտրոնական հանդիպումը դա կլինի իհարկե անկասկած երկու կարևոր հանդիպումներ, ինչու ես երկրորդ հանդիպում պարզապես կենտրոնական չեմ նշում, խոսքս Մոնցա Փարիզ հանդիպման մասին, այնտեղ Փարիզը 6-րդ հորիզոնականում է, բայց իհարկե շատ խիտ են կրկնում թիմերը վերադասավորված եւ դա նույնպես շատ հետաքրքիր դիմակայություն է լինելու, բայց իհարկե տուրի կենտրոնական հանդիպումը երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կրկնում եմ կլինի վաղը չէ մյուս օրը 2 օր անց որտեղ կմրցեն միմյանց դեմ Բենֆիկան ու Միլանը, որից շատ մեծ բան է կախված լինելու մրցաշարային աղյուսակում։ Իհարկե Միլանը մի անգամից կարող է 1, 2 հորիզոնականով, 3 հորիզոնականով նույնիսկ վեր բարձրանալու տեղ զբաղեցնի 3-րդ հորիզոնականում, այո 5-րդ հորիզոնականից Միլանը կարող է մինչև 7-րդ հորիզոնական քայլ կատարել ու արդեն ստացվի այնպես որ միայն կզիջի Պալերմոն եւ Բենֆիկային, բայց իհարկե
եթե հաղթում է հենց Բենֆիկային պատկերացնում եք միավորների տարբերությունը նվազում է 3-ով ու արդեն այնտեղ շատ քիչ է մնում Միլանին հասել առաջատարներին, իսկ իտալական ակումբը իհարկե շատ հրաշալի մարզավիճակում է գտնվում վերջին մի քանի տուրերում միայն հաղթանակներ է տարելու գնալով էլ ավելի է ամրապնդվել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում այս պահին արդեն Բարսայի տեսանկյունը քննարկենք Բարսան ունի 16 վաստակած միավոր և 12-րդ հորիզոնականում է հաղթանակի հասնելու դեպքում էլ Բարսան ունենա 19 միավոր ու կշրջանցի 10-րդ հորիզոնականում տեղ զբաղեցած Արարատին մի փոքր իհարկե Բարսայի տեսանկյունը ավելի բարդ է պատկերացնել այն, որ իհարկե չեմպիոնական պայքարից չասեմ, այսպես ասած Բարսան հրաժարվել է, բայց բավական ետ է իհարկե մեծ հաշվով Բարսայի տարբերակը առայժմ չքննարկենք չեմպիոնական մրցավազքում, քանի որ թիմին այդ պայքարում ինտեգրվելու համար առնվազն մի քանի անընդմեջ հաղթանակներ են անհրաժեշտ, բայց իհարկե մի քանի հորիզոնականով վեր բարձրանալու համար Բարսան միայն ու միայն պետք է մտածի իր բոլոր հանդիպումներում անկախ մրցակցից հաղթելու մասին։ Դա իհարկե կլինի այսօր, կլինի մյուս տուրից սկսած իհարկե կարելի ասել Բարսելոնայի խնդիրն է, բայց միայն ու միայն հաղթանակներ են թիմին անհրաժեշտ։ Հիմա Մաթևոսյանն է գնդակով, տեսնենք ինչ շարունակություն էր մտածել Մաթևոսյանը, բայց այստեղ փակվեց փոխանցման ճանապարհը, հիմա երկրորդ տեմպով է գրողում փորձում գրոհել Բարսան Ավագյան ձախ-եզրում է Ժան Ավագյանը դեպի ետ, այո, Սարիբեկյանի ուղղությամբ չկար տարբերակներ ու ստիպված եղավ այստեղ արդեն ներողություն ոչ թե Սարիբեկյանի ուղղությամբ, այլ Հեքիմյանի կատարեց փոխանցում, իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում ու ստանդարտ է իրականացնելու Բարսան և հիմնական իրացնողը Բարսայի տուգանայինների Ռաֆի Մաթևոսյանը տեղադրում գնդակնակ իրականացնի այս տուգանային իհարկե հերո է տարածությունը, բայց տեսնենք ամենայն դեպս Մաթևոսյան խորքից շատ վտանգավոր սա փոխանցում էր իհարկե, բայց ի վերջո ստացվեց նույնիսկ հարված ու Մաղաքյանը վերջին պահին կարողացավ գնդակը հեռացնել, ճիշտ է ամեն ինչ վերահսկում էր Մաղաքյանը ու այնպես չէ, որ գնդակը ցածում հայտնվելու մեծ շանսեր ուներ, բայց ամենայն դեպս զերծ պահեց այս իրավիճակում Արցախի դարպասահանարիկ, իսկ հիմա արդեն Արցախը փորձեց գրոհի հասնել, բայց Գևորգյանն ու Խաչիկյանը չհասկացան միմյանց այս իրավիճակում էլ ու արդեն եզրային նետման հնարավորությունը Բարսելոնայինն է երկար փոխանցում առաջ Նազարյանի կողմից ու այստեղ արդեն այսքանով ավարտվեց նաև այս փորձը Բարսայի համար Նազարյան այստեղ դեպի առաջ ուղարկեց գնդակը, բայց այն կրկին Արցախի ֆուտբոլիստերին է բաժին հասել և ասում եք բարձից փոխանցում ու այստեղ էլ շատ հեռուն գնաց Արցախի ֆուտբոլիստ Սարգիս Մնացականյանի կատարած փոխանցումը և հարված եք տեսնելու Բարսայի դարպասից Նազարյան ստացավ դարպասապետ փոխանցում Մաթևոսյան շատ լավ նկատեց աչիեսնում Մավետիսյանին ու կատարեց այս փոխանցումը Շահնազարյան միգուցե հարվածային դուրս գար Շահնազարյանը, բայց ամեն ինչ արդեն Հովհաննես Վարդանյանը վերահսկեց ու թույլ չտվեց նույնիսկ այդ տարբերակը քննարկվի Անտոնյան դեպի կենտրոն Խաչիկյան ձախ-եզրում թողեց Մնացականյանի լավ է խաղարկում Արցախը գնդակը տեսնենք վերջնական հարվածումն է լինելու կար այստեղ հարված ամեն դեպքում Արցախի ֆուտբոլիստներ կար Բարսեղյանի կատարման, բայց փակվեց հարվածի ճանապարհը Անտոնյան դեպի կենտրոն այստեղ Վարդանյանը հրաշալի գործեց ու այո վաստակեց այս խաղի կանոնների խախտումը ստանդարտ տվյալ դեպքում իրականացնի հիմա արդեն Արցախը Եվ հետևենք հիմա Արցախ ստանդարտին կա Սուլիչը Վարդանյան սա
փոխանցում էր, բայց թույլ ստացվեց Վարդանյանի փոխանցումը, Ավետիսյանն է խլում իրականացել ու փորձում է հնարավոր տարբերակներ փնտրել դեպի աջ, գլորեց գնդակը Մաթևոսյան, բայց այստեղ էլ ստացվեց ամեն դեպքում Մաթևոսյանի մոտ փոխանցում կատարել, այո, բայց հետո հենց Բարսելոնան խախտեց խաղի կանոնները։ Գլորում են գնդակը Արցախի ֆուտբոլիստները, Անտոնյան, անկյունագծով դեպի Արությունյանը, կրկին Անտոնյան, այստեղ էլ արդեն Բարսան գնդակի հաջող խլում իրականացեց, շահունակություն չստացվեց, Ավակյան պայել էր գնդակը դաշտի սահմաններում ու հիմա էլ արդեն Ավակյանն է շատ հրաշալի փոխանցում կատարում Մաթևոսյանին, ով կարողանում է, ոչ չի կարողանում բացել այս հանդիպանաշիվը, իհարկե այս գնդակը առաջին հերթին եթե հայտնվեր գնդակը ցանցում իհարկե Ժան Ավակյանի անվան դիմաց պետք է գրանցել, իհարկե ինչ ֆենոմենալ փոխանցում, որից հետո խաղանկերը Մաթևոսյանը ուներ ամենաիրատեսական հնարավորությունը առայժմ այս անցած րոպեների ընթացքում դարպասը գրավվելու, բայց Մաղաքյան այս դրվագում հրկեց Արցախին, անկյունայինը տեսնենք, հենց Մաթևոսյանն էլ կիրականացնի, բարձից փոխանցումը կա, հարված ենք տեստում ու այստեղ արդեն կողքից գնդակը դիպավ ցանցին Դավիթ Ավետիսյանի կատարած հարվածից հետո եւ Մաղաքյանը հիմա արդեն սկսելու է դարպասից Աշճյան երկար փոխանցում առաջ կատարեց Աշճյանը այստեղ դեպի Աչեզր Վարդանյանի ուղղությամբ շատ լավ խաղարկումով է Արցախը հատում դաշտի միջին հատվածը եւս մեկ երկար փոխանցում դեպի Արշակ Գևորգյանը, բայց այստեղ Արցախի ֆուտբոլիստերի հնարավոր շահունակությունը գրոհի ստացվեց, փոխարենը Բարսայի պատասխանը Մաթևոսյան մի փոքր դանդաղեց, բայց հիմա արդեն Վարդանյանը ասեք ինչ համար պայքար է ընթանում գնդակի համար ու ի վերջո Արցախի երկու ֆուտբոլիստներ կարողացան Մաթևոսյանից գնդակի խլում իրականացնել, հիմա Մաթևոսյանը վերականգնում է գնդակը շատ խառը, իսկապես ֆուտբոլ է ընթանում, հատկապես դաշտի միջին հատվածում երկու թիմերն էլ իհարկե ակնհայտ է, որ պայքարում են միջև վերջ, պայքարում են ամեն սանտիմետրի զուր չէ, որ այս հենց մրցաշարային աղյուսակի թիմերի տերտ մրցաշարային աղյուսակի այս հատվածում է առաջան այս հատվածում է տեղի ունենում, այո, հետևելով իհարկե մրցաշարային աղյուսակին, թե թիմերը ինչպիսի օրիզոնականներում են տեղ զբաղեցել եւ դա միայն ու միայն իհարկե մեծացնում է այս հանդիպանի ինտրիգը Աշճյան կրկին ձախ թևով է փորձում գրոհ սկսել Արցախը, բայց այստեղ Սարիբեկյանը չեզոքացեց Արցախի հնարավոր գրոհ, հիմա էլ արդեն Հեքիմյանը շատ հստակ փորձեց Արմենիաներից փորձ այստեղ Նազարյանն մնա ընդունում գնդակը եւ տեսեք դա ստացվեց ամենայն դեպս հնարավոր փոխանցում դեպի Մաթևոսյան ու ախնդրեմ Բարսան պահում է գնդակը Մաթևոսյան նկատեց ձախ եզրում Մաթևոսյանը գրոհի միացող խաղանկերոջը տվյալ դեպքում հայտնվել էր Վայե Թովմասյանը, բայց չհասավ գնդակը, իսկ հետո էլ արդեն Թովմասյանը խախտում է խաղի կանոնները Աշճյան պայեց գնդակը դաշտի սահմաններում, իսկ այստեղ ռիսկային էր փոխանցումը, բայց բրավո Մաղաքյանը, որտեղ է պետք գալիս դարպասապայի, այսպես ասած
Ռեակցիան դարպասապայի հոտառությունը այո շատ ճիշտ պահին դուրս եկավ իր տեղից ու կարողացավ վերացնել գնդակը Էդգար Մաղաքյանը ոտքով հակառակ դեպքում արդեն Բարսայից միանգամից երկու ֆուտբոլիստներ պատրաստ են Տաշյանի սխալից օգտվելու համար իհարկե ուշադրության կենտրոնում էր Մաթևոսյանը բայց ամենայն դեպս նա ուներ մի քանի տարբերակայք դրվագը ավարտին հասցնելու համար հիմա վերցնում է Պողոսյանը գնդակը առանց որևէ բարդությունների ու գլորում այդ Նազարյանի ուղղությամբ Երվից խորտ այստեղ էլ փակվեց արվածի ճանապարհը, բայց անկյունային ամեն դեպքում վաստակեց այստեղ արդեն։ Արցախը տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Արցախի ֆուտբոլիստերին։ Մանացականյան Բարձրից փոխանցում եւ ինչ հաշվի նկատ փոխանցում, բայց այստեղ նորից չի ստացվում բացել հանդիպան հաշիվը։ Այստեղ էլ Արշակ Գևորգյանն էր արվածային դիրքում հայտնվել իհարկե սա Արցախի ամենավտանգավոր պահը համարենք այս հաղում, բայց իհարկե անհամեմատելի է այս հնարավորությունը Մաթևոսյանի հնարավորությունն է, այնտեղ Մաթևոսյանը բավական մոտ էր եւ իհարկե ոտքով հարվածելու հնարավորություն ստացավ, իսկ այստեղ ամեն դեպքում որքան էլ հաշվենկատել կատարված փոխանցումը միևնույն է իհարկե Մաթևոսյանի դրվագի հետ պետք չի համատել, քանի որ այստեղ Գևորգյանը ընթացքից եւ գլխով այդ գործում գնդակը մրցեցի դարպասն ուղարկել, որը չստացվեց։ Պատխաղարկումը գեղեցիկ է, այս ամենը նույնպես Սահակյան պետք է վերջնական արվածի իրականացնել, բայց այստեղ անհատական խաղով տարվեց Սահակյան ու այդպես էլ մենք վերջին հարվածը, որը պետք է լիներ դիպուկ, այդպես էլ չտեսանք դեպի Բարսայի դարպասը տանող Մաթևոսյան մաքուր է գործել, Էքիմյանը նույնպես, բայց մնում է գնդակը իհարկե այսպես ամուր դիպչել է Սակայանի ոտքի և չի էլ ուզում հեռանալ նրանից Տաշյան շարժվում է առաջ Կարապետ Տաշյանը եկավ գնդակը դեպի Աչեզր, բայց այստեղ գնդակի խլում իրականացվեց մնացական Ավետիսյանի դեմ պայքարում ու հիմա Բարսան էլ չստացավ գրոյի շարունակությունը, այդ հնարավորությունը Սարիպեկյան վստահ գործեց Էքիմյան պետք չէ դաշտի միջին հատվածում այսպես գործել, հիմա ստացվեց ամեն դեպքում Սարգսյանի մոտ դեպի աճ ուղարկել գնդակը Իսկ հիմա նորից անցել է Արցախը գրոյի Արշակ Գևորգյան ու Պողոսյան այստեղ էլ փրկեց Բարսային Բարսելոնայի դարպասապայը ամենաճիշտ պահին դուրս գալով դարպասից ու փակելով Արշակ Գևորգյանի հարվածի ճանապարհը, բայց հիմա տեսնենք ինչ պատահեց առաջինը իհարկե դարպասապա Արթուր Պողոսյանին ամեն ինչ կարծիք է դարպասապայը կանգնեց ոտքի ու անհանգստանալու ոչինչ չկա Էքիմյան լավ նկատեց Սրաֆի Մաթևոսյանին, Մաթևոսյան իհարկե արդեն ուշացավ Մաթևոսյանի փոխանցումը դեպի աճ, որտեղ միացել էր գրոյին և պատրաստ էր իհարկե Մաթևոսյանի փոխանցումը դիմավորել, այո, այնտեղ շատ լավ արագություն է զարգացել Հայկ Աթոյանը, բայց այդպես էլ չստացավ Սրաֆի Մաթևոսյանից փոխանցումը, իսկ հիմա նորից Բարսելոնան փորձում է հատել դաշտի միջին հատվածը սխալ Մարսայի ֆուտբոլիստների կողմից եւ արդեն Արցախն է գրոյի նետվել, բայց այստեղ էլ ուժեղ էր Վարդանյանի կատարած փոխանցումը Սարգսյան, Մաթևոսյան, Սարգսյան, գեղեցիկ է Ռաֆի Մաթևոսյան եւս մեկ հնարավորություն, բայց Մաղաքյանը նորից է դուրս գալիս դարպասից ու հեռացնում գնդակը երկրորդ անգամ առնվազն Մաղաքյանը փրկում է այս հաղում այս դարպասից դուրս գալու գործողությամբ Արցախին
Տաշյան կենտրոն, բայց այստեղ լավ գործեցին Բարսայի տղաները, հիմա էլ Եքիմյանն է գնդակով, ստացվեց ազատվել գնդակից ու շատ հաջող կերպով այն հասցեակել թիմի ավագ Սարգսյանին, բայց Սարգսյանի կատարած փոխանցումը այստեղ թույլ է ստացվում։ Վտանգավորը հիմա Արցախի գրոհ տեսնենք Գևորգյանու Ստացվեց գտնել ցանցի Գևորգյանի մոտ, իսկ իհարկե եւս մեկ ֆանտաստիկ եւ ֆենոմենալ փոխանցում Պաշկին կավետ գալ Բարսեղյան այս դրվագում Նազարյան երկար փոխանցում առաջ, Մաթևոսյանն այստեղ է Մաթևոսյան հարվածում Աղաքյանը նորից է միջամտում ևս մեկը դարպասածողը բայց ի վերջո հայտնվեց գնդակը ցանցում այո ամեն ակտիվ ֆուտբոլիստը Բարսայի հասնում է այս խաղում հաջողության 1-0 բացված է հանդիպման հաշիվը Մեկ-0 Բարսան առաջի խաղակեսի վերջնամասում կարողանում է բացել այս հանդիպանաշ եւ այո Մաթևոսյանը իզուր չէ որ ասացի ամենաակտիվ ֆուտբոլիստները Բարսայի անցած 22 րոպեների ընթացքում բայց ինչ հետաքրքիր գրոհ ստացվեց Մաթևոսյանի առաջին հարվածը Մաղաքյանը ետ մղեց երկրորդը դարպասածողին դիպավ իսկ երրորդը որը նույնիսկ ինչ որտեղ կարելի է համարել անսպասելի տեղի ունեցավ այո այնպես գնդակը վերադարձավ դարպասածողից ու դիպչեց Մաթևոսյանի ոտքին որ հայտնվեց ցանցում այո Բարսան կարողանում է առաջինը հասնել այս խաղում հաջողության ու խնդիրներ է ստեղծում արդեն այս գոլով Մաթևոսյանը Արցախի ֆուտբոլիստների համար առայժմ Արցախը դեռ իրեն նման չէ Արցախը դեռ այն վտանգավոր պահերը չի ունեցել, որը մենք սովորենք տեսնել հիմա փորձ, բայց այստեղ էլ բացվեց։ Բարսեղյանի հարվածի ճանապարհը երկար նետում Պողոսյանից դիպավ գնդակը Անտոնյանի ձեռքին, բայց եզրային նետում է։ Նշանակում մրցավարը, այո, քանի որ բնական դիրքում է ձեռք ու մրցավարը շատ մոտ էր կանգնեց եւ ոչինչ չնկատեց։ Շահնազարյան այստեղ չանցավ Շահնազարյանի փոխանցումը Գևորգյան վտանգավոր իրավիճակի արջը Գևորգյանու եւս մեկ փորձ եւ նորից բարձր է ստացվում Գևորգյանի այս փորձը այո սխալվեց Բարսան պաշտպանությունը որից կարող էր նորից Արցախը օգտվել բայց չեն օգտվում այս սխալներից առայժմ Արցախի ֆուտբոլիստները Վարդանյան եւս մեկ փոխանցում այստեղ էլ ուժեղ է ստացվում Վարդանյանի կատարած փոխանցումը Բարսան նորից Օրքից փորձում է եւս մեկ գրոհի անցնել հիմա եզրային նետում են վաստակում Բարսայի ֆուտբոլիստները վերջին րոպեն են ընթանում առաջի խաղակեսի տեսնենք այս կարճ ժամանակահատվածում իհարկե ինչ կմտածի առաջին հերթին Արցախը կարծում եմ թիմերը համակերպվել են մտովի այս հաշվով ընդմիջման գնալու հետ կապված բայց իհարկե դեռ առնվազն 1 կամ 2 գրոհ կարողանա Արցախը իրականացնել, բայց փոխարենը խնդրեմ Սարգսյանն է գնդակի խմբում իրականացնում ու հիմա Բարսան կարող է գրոհել խաղակեսի վերջամասը Շահնազարյան պետք էր ավելի շուտ կատարել փոխանցում չհուշեցին Շահնազարյանին իսկ հիմա դեպի Ավետիսյան ուղարկեց գնդակը Շահնազարյանը Ավետիսյանն էլ տեղափոխեց գնդակը Աչեզր Ռաֆի Մաթևոսյանի ուղղությամբ դեպի ետ Նազարյան երվից փորձ որը բարձր է ստացվում Նազարյանի կատարմամբ ու
Արցախը արդեն փորձում եմ հիմա կարող ենք ասել իր վերջին գրոհին հասնել առաջին կեսում, այստեղ իհարկե սխալ տեղ ունեցավ Ավետիսյան միջև վերջ է պայքարում, բայց այստեղ մաքուր գործեցին Ավետիսյանի դեմ, իսկ հիմա գրոհ Արցախի ֆուտբոլիստերից բայց բարձր է ստացվում Հնացականյանի կատարած հարված, իսկ հիմա տեսնենք ինչ պատահեց Ավետիսյանին Կանգնեց ոտքի Ավետիսյանը ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ Հիմա հենց Նազարյանից Ավետիսյանն ստավել գնդակը տարբերակներ է փնտրում դեպի Սարգսյանը ուղարկեց շրջվեց Սարգսյանն էլ բայց այստեղ Սարգսյանի փոխանցումը չանցավ իսկ հետո նորից բարձան մրցակցից խլեց գնդակը Ժան Նազարյան դեպի Նազարյանը, դեպի Աչել Նազարյանը ուղարկեց գնդակը, որտեղ Ժան Ավակյանն է։ Բարսան իհարկե փորձում եմ ոտեստել հակես ավարտին, առայժմ չի սուլում մրցավարը։ Եվ ախնդրեմ Ավակյանի մոտ ստացվեց գրագետ կերպով գնդակը հասցեակել Մաթևոսյանին, Սարգսյան։ Վարդանյանը հեռացեց գնդակը խաղակեսնել հենց այստեղ ավարտում ենք 1-0 Ռաֆի Մաթևոսյանի գոլը միակն է առայժմ այս հանդիպան Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադարձանք Բարսելոնա Արցախ հանդիպան Եգոր Քակեսը միասին դիտելու առայժմ Ռաֆի Մաթևոսյանի գոլի շնորհիվ այս պայն հաղթում է Բարսան նվազագույն հաշվով ու տեսնենք Եգոր Քակեսը ինչպիսի ֆուտբոլ կանցկացնեն թիմերը Եգոր Քակեսում, ինչպիսին կլինի այն ու իհարկե խոսքս առաջին իսկ հերթին վերաբերվում է Արցախի ֆուտբոլիստերին, ովքեր արդեն պետք է մտածեն այս ամենը ետ բերելու մասին, այո նրանք ունեն գործած որևէ բան եւ այդ ամենը այս հաշիվն է, որը տիրում է լուսադարտակին, որում հաղթում է Բարսան ու Արցախը ես հանդիպան մեկնարկում ինչպես նշեցի ոչ ոքից նույնիսկ պետք է գոչը մնա հիմա անմիջապես գրող Արցախի ֆուտբոլիստերից Էդգար Բարսեղյանը կրկին հեռարարված կատարեց, բայց Պողոսյանը հեռացեց գնդակ, այո Մրցաշարային աղյուսակում առաջացած պատկերից ելնելով պետք է ոչ ոքին նույնիսկ չգոհացնել Արցախին, բայց փոխարենը նրանք այս րոպեի դրությամբ ոչ միայն ոչ ոքի արդյունքի չեն արժանացել, նրանք պարտվողի կարգավիճակում են հայտնվել, ինչը պետք է շատ արագ կարողանան շտկել հակառակ դեպքում որքան մոտենա հանդիպումը ավարտին եւ որքան հաշվի մեջ առավելություն ունենա Բարսելոնան, այնքան իհարկե էլ ավելի է բարձրանում Բարսայի դարպասը գրավելը եւ դա մենք միայն մեկ հանդիպան ընթացքում չէ որ համոզվել ենք թե Բարսան ինչպես կարող է պաշտպանվել ու պաշտոնել Ազարյան երկար փոխանցում դեպի Մաթևոսյան այստեղ Վարդանյան առաջինն էր, այո այսօր Վարդանյան Մաթևոսյան հակամարտությունը դեռ իհարկե շատ անգամներ դիտել են եւ շատ անգամներ էլ կդիտեն Եգոր Քակեսում նրանք այսպես ասած ուղիղ մրցակիցներ են հանդիսանում միմյանց Մաթևոսյանը Բարսայի առաջարկում արձակողն է Վարդանյանը խորքի պաշտպան այս րոպեներին իհարկե այս հանդիպան ընթացքում ու մենք այդ հակամարտությունը կրկնում ևս մեկ անգամ դեռ շատ էլ կդիտենք այս հանդիպան ընթացքում հիմա Արցախի գրոհին հետևենք Վարդանյան այո տեսեք Արցախը արդեն ողջ կազմում մրցակցի կիսադաշտում է բայց դա դեռ չի տալիս իր արդյունքը ամենայն դեպս Արշակ Գևորգյան ընդունեց գնդակը Գևորգյանը, այո, առաջին հակեսում կարելի ամենը ձախողված ֆուտբոլիստը համարել Գևորգյանին, իհարկե չօգտագործած պայերի համար միայն մի քանի հնարավորություններ ունեցավ Գևորգյանը, շատ իատեսական հնարավորություններ են դրանք, բայց ոչ ոքի չօգտվեց առայժմ Արշակ Գևորգյանը ու հուսանք, որ մենք Եգոր Քակեսում դրա անբան դիմաց դարպասի գրավում ամենայն դեպս կտեսնենք վտանգավոր ևս մեկ իրավիճակ ու ես դիցի հիմա արդեն կնետիմ Արցախը
Hoop. Yeah. Good. Վարդանյան, նորից Վրացականյան Որ իրավիճակ էր բայց այն դեպս Վարդանյանը միջև վերջ բայկարեց չիտե հիմա Նազարյանն է գեղեցիկ գործում շարունակությունը դեպի աչք կա փոխանցում Մատևոսյանի ուղղությամբ եւս մեկ փոխանցում ու այստեղ Սեկ Մաղաքյանը նորից է դուրս գալիս դարպասից իշխարը իրավիճակ ընթանում է դաշտի միջին հատվածում դաշտի միջին հատվածից էլ այն կողմ իհարկե Շատ գեղեցիկ պատխաղարկում այստեղ Հարությունյանն է ձախ եզրում դեպի կենտրոն Մնացականյան, Արշակ Գևորգյան նորից Մնացականյան ու դեպի Խաչիկյանն է գլորում իրականացնում Արշակ Գևորգյան Խաչիկյան, գեղեցիկ էր ու հիմա արդեն Փրկվեց Բարսան, բայց հիմա արդեն չի ստացվում փրկվել, այո ստացվում է Արցախի մոտ պատասխան գնդակը հեղինակել 1-1 Արցախը հավասարեցնում է այս հանդիպման հաշիվը, գոլն էլ իր անվան դիմաց գնացում է Արգամ Հարությունյանը Այո, Արգամ Հարությունյան, 1-1 հաշիվը հավասար է շատ լավ օգտագործեց Հարությունյանը իր հնարավորությունը, բայց իհարկե առանձնացնենք նաև Խաչիկյանի ֆենոմենալ հեռահարվածը, որից հետո փրկվեց Բարսան, բայց արդեն եւ գնդակը դարպասաձողից դարձավ Հարությունյանի մոտ արդեն ոչ ոք ոչինչ անել չէր կարող այդ դրվագում հիմա Արցախը կարող է նաև առաջ անցնել հաշվում է անմիջապես հիմա էլ հնարավորություն ունեցավ Սահակյանը դարպասը գրավում ստացվեց Սահակյանի փորձը, այ հիմա արդեն հանդիպումը կարելի է բացված համարել, այո Արցախը ստաց գոլի համը, Արցախը կգնա արդեն հաղթանակի հետևից նույնիսկ բայց իհարկե պետք չէ մոռանալ պաշտպանության մասին, պետք չէ մոռանալ մրցակից թիմի առաջատար հարձակողի մասին, իդեմս Ռաֆի Մատևոսյանի եւ դուք տեսնում եք այդ ֆուտբոլիստին, ով շատ վտանգավոր է գործելու Նա սպասում է իր հնարավորություններին, նույնիսկ այս հաշվի պայմաններում, նույնիսկ երբ Բարսան լինում է հաղթողի կամ պարտողի կարգավիճակում նրա համար միևնույնն է։ Հիմա Մատևոսյանն է գնդակով։ Շատ լավ տարավ իր գնդակը դեպի ձախ եզր Մատևոսյան։ Կա փոխանցում մի փոքր այստեղ թույլ ստացվեց, բայց Արագ էլ գրով թողեց Բարսան սեփական դարպասի ուղղությամբ, իսկ հիմա ախնդրեմ մեկ փոխանցում Վարդանյանից Խաչիկյան ունի տարածություն, դեպի աչել Խաչիկյանն է ուղարկում գնդակը, Բարսից փոխանցում, բայց արդեն այստեղ ուժեղ ստացվեց ու գնդակն էլ դուրս եկավ սահմաններից դուրս։ Փոխանցում առաջ այստեղ չհասավ գնդակը Սահակյանին, բայց ամենայն դեպս Սահակյանը արդեն պատրաստ էր, իսկ հիմա տեսնեք ինչ պատահեց Հարությունյանին, հետո դրվագի մասին կարծես վնասված ստացավ հիմա Արցախի գոլի հեղինակը։
Կա փոխանցում անկյունայինից, բայց շատ հեռու գնաց այստեղ հենց Սահակյանի կատարած փոխանցում արդեն եզրային հետ հնարավորություն լինելու է Մարսայի ֆուտբոլիստերին եմ Հաչիկյան ստացվեց հանգիստ ազատվել այն ճնշումից, որը սպառնում էր Հաչիկյանի ուղղությամբ, Վարդանյան գլխով փոխանցում դեպի Խաղակերեմ, բայց այստեղ տեսեք շատ համառ պայքար է ընթանում գնդակի համար ամեն սանտիմետրում ու իհարկե այդպես լինելու միջև հանդիպան ավարտը, եթե իհարկե կողմերից որևէ մեկը չունենա օրինակ մի քանի գնդակի առավելություն եւ դատելով հանդիպան այս անցած րոպեների եւ ներկա իրավիճակը իհարկե բարդ է պատկերացնել, որ կողմերից մեկը օրինակ ստանա 3 կամ 4 գնդակի առավելություն այս խաղում դա այլ հարց կլինի օրինակ եթե բաց թողնի օրինակ Բարսան կամ Արցախ ընդհանրապես տարբերություն չկա մեկը ու հետո գնա փրկվելու ետևից օրինակ եւս 1-2-ը փորձկս ընդհանրապես դրա մասին չէ պարզապես Խոշոր հաշիվ բարդ է պատկերացնել, որ կգրանցվի քանի որ գնալով հանդիպումն է իհարկե ավարտին մոտենում գնալով էլ ավելի քիչ խաղաժամանակ է մնում կողմերին 10 րոպեից մի փոքր ավել մինչև հիմնական ժամանակի ավարտը այդքան ունեն թիմերը իրենց տրամադրության տակ ու տեսնենք այս կարճ ժամանակահատվածում իհարկե կարճ ասում եմ մեկ անգամ հաջողության հասնելու մասին, քանի որ երկու հաջողության հասնելու համար, քանի որ երկու թիմերն իհարկե հեշտությամբ չեն հասել այս խաղում իրենց հաջողությանը, մեկ անգամ դարպասի գրավմանը, բայց իհարկե 10 րոպեից ավելին ապրելում ցանկացած թիմի համար բավական է 1, 2, 3 գնդակ հեղինակելու ոչ միայն պարտությունից խուսափելու, այլ նաև հաղթանակ տոնելու համար մենք դրանում համոզվել ենք բազմիցս իհարկե այս առաջնություններին ընթացող հանդիպումներից երկար փոխանցում առաջ այստեղ ուժեղ ստացվեց փոխանցումը եւ Էդգար Մաղաքյանը պատրաստվում է գնդակը խաղը նշմեցնելու Վարդանյան Շատ լավ փոխանցում դեպի Հարությունյանը պարզապես մի փոքր ուժեղ ստացվեց ու Հարությունյանը արդեն չկարողացավ գործալ գնդական գծից այսպեսի փոխանցում ենք տեսանք Մաթևոսյան Հիմա Մաթևոսյանի փոխանցումը չստացվեց բայց փորձում է բարձրապահել գնդակը իր մոտ ճիշտ է դա շատ բարդ է քանի որ այս իրավիճակում արծաթ խլեց գնդակը պարզապես հնարավոր շարունակությունը չկարողացավ ընտրել Սարգսյան երկար փոխանցում դեպի Մաթևոսյանը, բայց բավական ուժեղ ստացվեց այստեղ Սարգսյանի կատարած փոխանցումը Հաչիկյան Վտանգավոր եւս մենք հարված այս անգամ նորից Բարսեղյանները հարված են դիրքում հայտնվել, բայց հակվեց ֆուտբոլիստի կատարած հարվածի ճանապարհը ամեն դեպքում անկյունային վաստակեց այս իրավիճակում խաղեց անկյունային Բարսեղյանը Արցախի համար անկյունայինն իրականացված է ու Պողոսյանը Վերցրեց գնդակը նետեց դեպի Ժանավակյանը կամ Մաթևոսյանը ոչ այստեղ այո հասավ ամենայն դեպս գնդակը Մաթևոսյանին բայց Ռաֆի Մաթևոսյանի հարվածը բարձր է ստացվում թված մի բա որ արդեն Հավակյանի փոխանցումը թույլ է ստացվել ու Մաթևոսյանին հասցրել գնդակը նա չի կարող բայց Շամենը փաստացի ամենա ճիշտ բան փոխացել Ժանավակյանը
Ցականյան սա խաղի կանոնների խախտում չէր ըստ մրցավարի շատ մոտ էր կանգնած մրցավարը Հեքիմյան լավ ներփոխանցումը Ռաֆի Մաթևոսյան նորից Բարսան առաջ է հասնում հաշվի մեջ դուբլ Մաթևոսյանից 2-1 երկրորդ անգամ այս խաղում Բարսան հայտնում է հաղթողի կարգավիճակում Գիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը համոզվելու համար այս դրվագում կար խաղի կանոնների խախտում եւ այո Ռաֆի Մաթևոսյանի խփած գնդակը չեղարկվում է այո շատ իհարկե ափսոս Բարսայի տեսանկյունից նրանք ամեն ինչ արեցին այս գնդակի համար բայց իհարկե արդարությունը մնում է արդարություն գոլը չեղարկված է խաղի կանոնների խախտում կար գնդակի խլման ժամանակ Բարսայի ֆուտբոլիստի կողմից ինչը նշանակում է որ արդեն հաշիվը մնում է անփոփոխ Վարդանյան, այստեղ մի փոքր անհաջող ստացվեց փոխանցումը, բայց տեսեք հասավ գնդակը Բարսեղյանին սա էլ փոխանցումելու Սարիբեկյանը, եթե չեմ սխալվում, կանգնեց գնդակի ճանապարհին Սարիցյանը այստեղ էլ չստացվեց հաջող գնդակի ընդունումը, իսկ հիմա արդեն փոփոխություն կլինի Բարսելոնայի կազմում խաղում եմ Հատարված է եզրային նետումը Մաթևոսյան փորձեց հասնել գնդակին, բայց իհարկե շատ հեռու էր թողել արդեն այն եւ հիմա պարզապես առաջ է հեռացնում գնդակը Բարսայի ֆուտբոլիստ Վահե Տոլմասյան այս դրվագում Վարդանյան հաստրեց գնդակը Գևորգյանին, թողեց Գևորգյանն գնդակը Բարսեղյանին երկրորդ դրվագում նույնպես դեպի աջ Խաչիկյանը այստեղ նորից միացել է գրոհին հաշվել է կատ փոխանցում Արշակ Գևորգյան 2-1 այո 77 համարը Արցախի առաջ է մղում Արցախին այս խաղում առաջին անգամ հաշվի մեջ Երկու մեկ այս խաղում առաջին անգամ արդեն հաղթողի կարգավիճակում է հայտնվում Արցախը գրավեց դարպասը Արշակ Գևորգյանը, բայց ծափարություններ այս ամենի համար իհարկե միայն ու միայն Արմեն Խաչիկյանին դրա կատարած հաշվենակատ փոխանցման համար, որից հետո Գևորգյանը շատ նպաստավոր դիրքում գնդակ ուղարկեց Բարսայի դարպասը իհարկե ցավալի է այս ամենը Բարսելոնայի համար միանշանակ նրանք խփեցին գնդակ գլարոջ անցան հաշվում մեջ չեղարկվեց դարպասի գրավումը ու հիմա այլ փոխարենը Եվս մեկ գնդակ են բաց թողնում ու հայտնվում այս խաղում առաջին անգամ պարտվողի կարգավիճակում տեսնենք արդեն այս ամենից հետո ինչ կանի Բարսան հիմա կարող են նրանք մոռանալ ամեն ինչի մասին ունեցվել առաջ չպարտվելու համար էական տարբերություն իհարկե այս խաղում կարծում եմ չի լինի Բարսան կպարտվի 2-1 կամ 3-1 իհարկե բայց կարելի է փորձել շարժվելով առաջ զերծ մնալ այս խաղում պարտությունից տեսնենք ժամանակը ցույց կտա իհարկե դեռ մի քանի րոպեներ կան մինչև հանդիպան ավարտը շատ այսպես ասած Արցախը իր համար ցանկալի ու հաճելի ժամանակահատվածում դարձավ գոլի հեղինակային պահին որտեղ որից հետո արդեն մոտենում եմ հանդիպումը ավարտի եւ պետք է միայն ու միայն մտածեն այս մնացած 4-5 րոպեները ժամանակ պահելու մասին Արցախի ֆուտբոլիստները, բայց իհարկե կարող են եւս մեկը խփելու վերջնականորեն տալ բոլոր հարցերի պատասխանը Արցախի ֆուտբոլիստները տեսնենք ստանդարտին հետևենք հիմա որ Վարդանյանն է իրականացնում ու ինչ հարված էր սա շեշտակի հարված եւ դիպավ այո ամենայն դեպս գնդակը դարպասաձողին շատ վտանգավոր հարված է իսկապես կատարել արդեն Արցախի 18 համարը Գևորգ
Գևորգյան Դանդաղեց Գևորգյան իհարկե այսքան երկար մտածելու ժամանակ Վարսայի ֆուտբոլիստները հնարավորություն նրան չեն տա Ավետիսյան անհատական վարպետությունը գործի դրեց հետո էլ արդեն խլում կորցրեց գնդակը խլեց Վարսան գնդակը այո շատ լարված բայ է հիմա ընդհանուր խաղադաշտի լարված ռոպեներ իհարկե Արցախը ամեն ինչ կանի որպեսզի բաշխողնի երկրորդ պատասխան գնդակը Էքիմյան շատ գեղեցիկ գործեց Շարժվում են հայ վարոջ Էքիմյանը Մաթևոսյան թողնում է գնդակ Ավետիսյանին իսկ այստեղ արդեն Ավետիսյանն ու Սարգսյանը չհասկացան միմյանց Եվ արդյունքում տեսեք ինքները կորցրեց Գնդակը Վարսան ևս մեկ երկար փոխանցում այստեղ էլ կար խախտում Արցախով թիմի կողմից Էքիմյան պայեց գնդակը դաշտի սահմաններում Մաթևոսյան ու հիմա դադարեցնում են մրցավար հանդիպումը տեսնենք ինչ պատեց Հարությունյանին այս իրավիճակում Կանգնեց ոտքի Հարությունյանը իհարկե ամեն շտարքին է ֆուտբոլիստի հետ ամենայ դեպս այս ռոպեներին փոխարինվի ամեն դեպքում Շարունակենք հանդիպումը Էքիմյան ստացվեց փոխանցել Մաթևոսյան բայց այստեղ արդեն խլեցին Արցախի ֆուտբոլիստները գնդակը Սահակյանն էլ շարժվում է առաջ Հերվից հարվածի փորձեր Սարիբեկյանի վրա ընդունեց գնդակը ևս մեկ փոխանցման փորձ չանցավ գնդակը իսկ հիմա արդեն Բարսան է անցել գրոյի Մաթևոսյան գուցե միայնակ բայց այստեղ Վարդանյանը շատ լավ է հասկանում ամեն ինչ այո թույլ չտվեց Մաթևոսյանին միայնակ այդտեղ հարվածային դիրքում ազատ տարածություն ստանալ այլապես Մաթևոսյանի հարվածները բավական սարսափելի է ստացվում ցանկացած մրցակցի համար Երկրորդ Վարդանյանի ուղղությամբ դուր փոխանցում բայց այստեղ էլ ամենայն դեպս նուրբ բայց թույլ ստացվեց Վարդանյանի փոխանցումը իսկ հիմա Վարդանյանը պարզապես Հակեց մրցակցի գրոս սկսելու ճանապարհը ինչ այս պայն այս դատարները միայն ու միայն ձեռնտու են Արցախի ֆուտբոլիստերին Խաչիկյան կրունկով գեղեցիկ ստացվեց նաև Խաչիկյանի կատարած փոխանցումը ու նորից Արցախն է գնդակով Անտոնյան լավ անցում, լավ փոխանցում դեպի Բարսեղյանը, Բարսեղյանն արված Պողոսյանը փրկեց Եվս մեկ փորձեր մոտեցել Բարսեղյանը, բայց շտացվեց հարվածել հիմա Նորից Բարսեղյանն է գնդակով եվս մեկ հարված փակվեց Բարսեղյանի հարվածի ճանապարհը, բայց ամենայն դեպս անկյունային հարված նորից վաստակում է այս իրավիճակում Արցախը մրցակցի հարվածի ուղղությամբ Խաղարկեց գնդակը Արցախը անկյունայինից եւս մեկ փոխանցում Սահակյան, այո, չսպասեց այս փոխանցմանը եւ դա էր առաջին պատճառը, որ հիմա երրորդ անգամ Բարսանը այս հաղում գնդակը չանեց հետական դարպասից, այլապես Սահակյանը կարող էր վերջականորեն կնքել Արցախին 3 միավոր այս խաղում, բայց իհարկե դրան շատ մոտ է կրկնում եմ եւս մեկ անգամ Արցախը Երկար փոխանցում առաջ Պողոսյանին այս գնդակը ու հիմա Վարդան գուցե իր վերջին գրով կամ վերջին գրոններից մեկը փորձեր սկսել, բայց Պողոսյանի փոխանցումը բավականաչափ ուժեղ ստացվեց
փոխանցում են Արցախի տղաները սեփական դարպասից եւս մենք երկար փոխանցում իհարկե Արցախ այլ բանի մասին չի էլ մտածի բարձրապես փոխանցումները առաջ ու որքան հնարավոր է սեփական դարպասի ուղղությունից հեռու պահեն գնդակը դա է առաջին իհարկե պատճառը որ կհաղթի Արցախը կարողանա պահպանել այս մեկ գնդակի առավելությունը Նազարյանի մոտ է հիմա գնդակը դեպի հետ Հեկիմյան այստեղ էլ Բարսեղյանը դաշտի միջնատվածում տիրեց գնդակին դեպի Սահակյանը թողեց գնդակը Բարսեղյանը ոտքերի արանքով ու Անտոնյանի մոտ հայտնվեց այն նորից Բարսեղյան շատ լավ է խաղարկում գնդակի հիմա Արցախը Սահակյան հարվածային է դիրքը Սահակյանի այո նա հարվածեց ու Պողոսյանը հեռացեց այստեղ գնդակը բայց Սահակյանին նույնիսկ Արցախը չի կարող խաղարկել քանի որ հանդիպումն ավարտվում է ի օգուտ Արցախի ֆուտբոլիստների 2-1 կամային ակտնակ է տանում Արցախը ու այո իր հերթական 3 միավորին է արժանանում այս թեժ մրցավազքում այս հանդիպան համար այսքանն ենք նախատեսել մեզ մոտ կար դադար որից հետո խաղային օրը կշարունակենք